Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։ Բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ։ Պարոն Արզումանյան, այն ինչ հիմա տեղի է ունենում Իրանի եւ Իսրայելի միջեւ, ըստ էության պատերազմի հետ մենք գործ ունենք, բնականաբար ուղիղ կամ անուղղակի կապ ունի նաև Հայաստանի ազգային անվտանգության հետ, բայց քանի որ գիտեք, ցանկացած կրակոց, ցանկացած պայթյուն, որ տեղի ունենում Հայաստանի Հանրության մեծ մասը դառնում է իրանագետ, դառնում է իսրայելագետ, դառնում է պատերազմագետ, ես չգիտեմ էլ ինչագետ, այդ հիմնական հարցը միշտ բաց է մնում։ Ինչ է տեղի ունենում իրականում, որովհետև Ինչեմ ես հարցը այսպես ձևակերպում, տեսեք, թվում էր, թե Իրանի հետ բանակցություններ են գնում, Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ, 4 հանդիպում եղավ, մեկը պետք է լիներ 3, արդեն 5-րդ հանդիպումը եղավ, այսպես դրական ինչ-որ նոտաներ կային, թե 1, թե 2 կողմից, մեկ էլ հանկարծ հոպ, Նեթանյահուն ասում է կներեք, ես պիտի խփեմ, այդ ինչպես եղավ։ Այո, պետք է գնահատական տալ դա պատերազմը։ Այս մակարդակի վրա դեր չի ասել տարածաշրջանային մակարդակին, դա մի այսօր իսրայելական եւ իրանական պատերազմ է, երկկողմանի դեր լոկալ պատերազմ է, առաջինն է։ Երկրորդը այն ինչը տեղի է ունենում հիմա տրամաբանական է։ Վերջո եւ տրամաբանությունը գալիս է ավելի շուտ դրանից, որ Իսրայելը որոշեց, որ պիտի հիմա խփի, որտեղ դուք ասել եք, որ կային նմուշներ, որ կարող է լինի դիվանագիտական եւ այլ, բայց փաստորեն Իսրայելը որոշում իր հաշվարկներից հասկացավ, որ այսօր Իրանը ահռելի թուլացել է։ Եվ Իսրայելը կարողացավ Հեզբոլայի գործոնը չեզոքացնել, ոչնչացնել, հետո տեղի ունեցավ Համասի շուրջ, Համասը ոչնչացվեց, թուլացավ, Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմը ընկավ եւ Սիրիայի ռազմական ուժերը ոչնչացվեցին, հակաօդային համակարգը ոչնչացվեց։ Կոպիտ ասած Իրանը մաքսիմալ հեռացվեց Իսրայելից եւ այն կրակային օղակը, որ Իրանը տասնյակ տարիներ կառուցել է Իսրայելի շուրջ, այսօր պատրտվել է մի քանի տեղ եւ ոչնչացրել է։ Եվ բոլորի համար հասկանալի է, որ Իրանը ժամանակում կսկսի վերականգնել այդ բոլորի ներուժը եւ հնարավորությունները։ Այսօր դա չունի, այսօր մաքսիմալ թուլացած է իր ուղակներից մեկը, որը ազդում էր եւ պահում էր Իրանի տեղը, դերը, քշիրը Մերձավոր Արևելքում։ Իրանը կառուցել է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում որպես տարածաշրջանային կենտրոն, ուժային կենտրոն, երեք գործոնի վրա առաջինը դա միջուկային ծրագրի ծրագիրն է, երկրորդը դա փաստորեն եղել է այդ օղակը, իրեգուլար ռազմական ստորաբաժանումները, որը ինքը կառուցել է, եւ երրորդը շիիզմն է, որի ընթացքում ինքը աշխատում էր։ Այսօրվա վիճակում երկուսը չեզոքացված էին։ Եվ Իրանը մտածեց, Իսրայելը մտածեց երևի, որ ժամանակն է խփել եւ միջուկային ծրագրերը ոչնչացնել, դրանով ոչնչացնելով Իրանի ներուժը որպես տարածաշրջանային ուժային կենտրոն եւ հարվածեց։ Հաշվարկը այդպես է եղել, կարծում եմ հաշվարկը այդպես է եղել։ Բայց ինքը ճիշտ հաշվարկ է, թե սխալ, որովհետև եթե նայում ենք իրանական աղբյուրներին, ըստ էության միջուկային օբյեկտներից միայն մեկն է, եթե չեմ սխալվում, վնասվել, մասնակի ընդ որում մնացածներին չեն էլ հասել։ Այստեղ է ուրիշ բան սկսում արդեն սկսում է սուբյեկտիվ գործոնները, որ ազդում են օբյեկտիվ գործոնների վրա, որովհետև ի սկզբանե հասկանալի էր փորձագետների համար, որ Իսրայելը չունի այն անհրաժեշտ ներուժը, որ կարողանա մենակ չեզոքացնի կամ կանգնացնի Իրանի միջուկային ծրագիրը, ուղղակի ռազմական ներուժ չունի դրա համար։ Նման ներուժը ունի միայն եթե իրանք միավորեն Միացյալ Նահանգների հնարավորությունները եւ Իսրայելի հնարավորությունները, այդ ժամանակ ինչ որ հավանականություն կա, որ իրանք կարող են չեզոքացնել Իրանի ծրագրը, միջուկային ծրագիրը։ Ես կասկածներ եմ այդ ժամանակ էլ բավականին դժվար կլիներ այդ խնդիրը լուծել, որտեղ Իրանը բավականին լավ է պատրաստվել, օբյեկտները միջուկային բավականին լավ թաքնված են հողի մեջ եւ որոշ փորձագետներ, որից ես
քննարկում եմ Մարիամոտքում, ասում են դա ման խնդիրները ճակետներում կարելի է լուծել միայն միջուկային զենքի կիրառմամբ։ Այքան հզոր է մոտեցել, բայց միայն Իսրայելը չի կարող դա ձգի, եւ իսրայելական ղեկավարությունը արդեն դիմել է Միացյալ Նահանգներին խնդրելով աջակցություն այդ հարցում, որ իրանք այդ մեծ ռումբերը, որը կարողանում են բունկերները բացեն, այդ ռումբերը տրամադրի եւ ռազմավարական ավիացիա տրամադրի, որը կարող է այդ ռումբերը տեղի հասցնել, որտեղ Իսրայելի տնօրինությունները շատ ժամանակ են։ Արդյոք ինչ կպատասխանի Միացյալ Նահանգները, այդ արդեն ուրիշ հարց է, որովհետև ցավոք սրտի մեզ համար, ինձ համար կոնկրետ հաստատ, որ մենք ունենք այսօր Միացյալ Նահանգներում քաղաքական ղեկավարություն, որը անկանխատեսելի է։ Եվ ոնց կլինի ինչ որոշում կունենի Տրամպը, ես իհարկե չգիտեմ, որտեղ Տրամպը խոսում էր դիվանագիտության մասին, բոլորին հանգստացնում էր, որ մենք լուծումը գտնելու ենք եւ այլ խնդրեմ չկա, բայց հետո Իսրայելը հարվածեց։ Եվ այսօր Տրամպը հայտարարում է, որ ինքը արդեն խոսել է, մոտեցել է եւ Իսրայելը եւ Իրանը կկանգնեցնեն ռազմական գործողությունները, խաղաղությունը շուտ է, մուտ է։ Հիմա հասնում ենք խաղաղության։ Սկզբունքորեն Միացյալ Նահանգները, եթե նույնիսկ ինչ որ ռազմավարական խնդիր ուներ լուծելու, դրան հասել է, որովհետև Ահմադին ներողություն եմ խնդրում, Իրանի նախագահն էլ, արտաքին գործերի նախարարն էլ, Իմամ Խամենեին էլ հայտարարեցին, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, իսկ նախագահը հայտարարեց, որ ցանկացած պահի պատրաստ են ստորագրել այդ պարտավորությունը։ Այստեղ խաղեր են սկսում ճակետներում, դիվանագիտական խաղեր են սկսում Իսրայելի կողմից ավելի շուտ, որովհետև Իսրայելը 1996 թվականից սկսած եւ 2003 թվականից Իրաքից հետո բարձրագույն ասում է, որ Իրանը զարգացնում է միջուկային զենքի ծրագիր ունի, բայց մինչև այսօր չկա որևէ տվյալ, ստուգված տվյալ, որ Իսրայելը իրոք ունի ման ծրագիր, չկա։ Ոչ մագատեն, ոչ որևէ հետազոտական կենտրոններ, ուժային կենտրոնների կողմից նման հայտարարություն չեն անում։ Մի երկու օր առաջ մինչև պատերազմը սկսել, Միացյալ Նահանգների հետազոտությունը հայտարարել է, որ նման ծրագիր չկա, իրանք նման տվյալներ չունեն։ Բայց դա Իսրայելը ասում է, որ կա, եւ ավելի շուտ դա բխում է ոչ թե Միացյալ Նահանգների ազգային շահերից, բայց Իսրայելի ազգային շահերից, Իսրայելի համար Իրանը դա գոյատևական սպառնալիք է, ռազմական եւ ոչ միայն ռազմական։ Եվ այստեղ սիմետրիա կա, եւ Իրանի համար Իսրայելը գոյատևական սպառնալիք է, գոյաբանական սպառնալիքի երկու ուժային կենտրոն ունեն երկկողմանի գոյաբանական սպառնալիքներ ներկայացնում։ Եվ Իսրայելը փորձում է ներքաշի այս խաղի մեջ զորացնել իր գործոնը Միացյալ Նահանգների արևմուտքի ընդհանրապես երկրների կողմից, Եվրոպան դեռ չի մտնում հաստատ, Իրանը մտադիր է եւ փորձելու է մտցնել ուրիշ ուժային կենտրոնների, բայց եթե մենք անցնում ենք այդ անալիզին վերլուծության, մենք փաստորեն անցնում ենք արդեն ուրիշ մակարդակի պատերազմի։ Այսօր մենք ունենք լոկալ պատերազմ, ոնց կարող է ձևավորվի կամ զարգանա տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական աստվածչանի մեծ պատերազմ, ես չգիտեմ, չեմ ուզում դրա մասին խոսացնել, որովհետև վտանգավոր է, բայց պետք է հասկանալ, որ այստեղ Իսրայելի կողմին արդեն կանգնած է Միացյալ Նահանգները եւ Իրանին արդեն աջակցություն է հասցնում Չինաստանը եւ ասենք Պակիստանը։ Մի քիչ զարմանալի է կարող թվի, որ Պակիստանը արդեն օգնում է, ասենք, Իրանին վերականգնել հակաօդային համակարգը, որը վնասվել է Իսրայելի հարվածի հետ, բայց Պակիստանը ունի թշնամական հարաբերություն Իսրայելի հետ, թշնամիներին։ Եվ մենք այստեղ պիտի պատրաստենք հասկանանք, որ այստեղ շատ բազմազգի տենց խաղ են ելնելու տեղ։ Ուժային կենտրոններ, որը մենք սովորաբար նայում ենք հարաբերությունների սև-սպիտակ, այստեղ այդպես չի լինելու։ Իմիջիալից նույն վիճակներ նաև երբ Հնդկաստան-Պակիստան տեղի ունեցավ, այնտեղ էլ այդ մոզաիկան առաջինը պետք է հասկանալ մեզ համար, Հայաստանի համար որպես երկիր եւ ազգ, պետք է հասկանալնենք, որ գույները փոփոխող են լինելու եւ մի հայ
գույն չի լինելու։ Դու որպես երկիր եւ որպես ազգ իրավունք չունես միայն գույնով նայես այս ուժային կենտրոնին կամ միայն ուժային կենտրոնին։ Այդ մոտեցումները փոխվելու են, այս որ ինչ տեղի ունենում, մեծ փոփոխություններ են լինելու։ Այո, դու որպես երկիր ունես մշտական գործոն, թշնամական գործոն, դա Թուրքիա, Ադրբեջան, Դաշինքն է, Ռուսաստանն է, Իսրայելն է, դրանք այս համար մնալու են թշնամի, իրանց մոտեցումը չեն փոխելու։ Մենք Ռուսաստանին շարունակում ենք համարել թշնամի, հա։ Ես այդպես եմ թշնամում 2020-23 թվականի երկրորդ Արցախի արշավը բարձ ցույցատվել, որ Ռուսաստանը Ադրբեջանի դաշնակիցն է եւ ռազմավարական դաշնակիցն է եւ այստեղ որպես ռազմական փորձագետ ես խաղալու տեղ չունեմ, ես իրավունք չունեմ ուրիշ ձևի գնահատեմ։ Ռուսաստանը մնում է Ադրբեջանի ռազմական դաշնակից։ Ես տեսնում եմ նայում եւ մենք այդ իրականությամբ պիտի գնահատենք մեր հնարավորությունները։ Եվ Ռուսաստանը իր դիրքորոշումը չի փոխելու։ Մեր հարցում, բայց ոնց է Ռուսաստանը իր դրսևորելու իր հարաբերությունները Իրանի հետ, այստեղ մեծ հետաքրքիր խաղեր են կարող տեղի ունենալ։ Իմ կարծիքով Ռուսաստանը ավելի շուտ աջակցելու է Իսրայելը եւ դա կլինի պարադոքսալ։ Ոնց եղել է պարադոքսալ եւ մնում է պարադոքսալ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ լինելով ֆորմալ դաշնակից Հայաստանին, Ռուսաստանը դե ֆակտո օգնում է Ադրբեջանին։ Բառացիորեն 3 ամիս առաջ Փեզեշքյանը ստորագրեցին ռազմավարական գործակցության, ճիշտ է առանց ռազմաքաղաքական բանալիչի, ռազմավարական գործընկերության շեփորեցին այդ մասին, տեսեք, Թեհրան-Մոսկվա հարաբերություններ forever, ինչ որ էս մոտավորապես էս լոգիկայով, հիմա դուք ասում եք, որ Ռուսաստանը հերթական անգամ ստորագրությունից իր հրաժարվել է ու մենք փորձ ունենք Հայաստանը թղթի վրա դիվանագիտական մակարդակում ունի ռազմական դաշնակից Ռուսաստան, Հայաստանը մտնում է ՀԱՊԿ, մի ռազմական ալյանս, որտեղ գերիշխում է Ռուսաստանը եւ Ռուսաստանը օգնել Ադրբեջանին ոչնչացնել Արցախը։ Եվ նմանատիպ փաթերնը կարող է տեղի ունենալ հիմա Իրանում։ Այն որ իրանք ստորագրել են փաստաթղթեր, որ Իրանը աջակցել է Ռուսաստանին ուկրաինական պատերազմում, որ Ռուսաստանը դա չի նշանակում, որ հիմա Ռուսաստանը եւ Իսրայելը չեն կարող միասին օգնեն իրար իրանց պատերազմի մեջ, այդպես ասեմ։ Այդ պետք չի զարմանալ եւ պետք է պատրաստ լինել նման զարգացմանը։ Այդ նշանակում է դու Ռուսաստանի հետ ունես հարաբերություններ ուրիշ ուղղություններում Հայաստանը մեծ կախվածության մեջ է տնտեսական Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը այսօր կարող է պայթեցնել իր հարաբերությունը Իրանի հետ։ Եվ դու պիտի այդ հաշվարկես այդ ռիսկերը, որի առաջով դու կանգնած ես որպես պետություն։ Պետք է հույս պահել, որ Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունը կայուն են ռազմական ոլորտում։ Այդպես չի։ Եվ նույն ձևի կարելի է հույսեր պահել, այստեղ կարելի է հույսեր պահել, որ Ադրբեջանը եւ Թուրքիայի միջեւ կարող է ինչ-որ տարանջատություններ լինեն։ Եթե այդպես տեղի ունենա, երբ Թուրքիան մի մոտեցում ունի, Ադրբեջանը ուրիշ մոտեցում, որտեղ Ադրբեջանի տարածքը արդեն օգտագործում է պատերազմում հետազոտության անցնելու համար, կան կադրեր, որ օգտագործում են նաեւ հարվածելու համար, բայց ես չեմ հավատում այդ կադրերին, պետք չի հավատալ, բայց Ադրբեջանը իսրայելական դաշնակիցն է։ Դա բոլորի համար, արաբական երկրի համար իրականություն է։ Թուրքիան փորձում է ավելի բարդ խաղալ։ Այդ նշանակում է այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ այդքան կարող համաձայնություն չկա եւ մենք հնարավորություն ունենք մի քիչ ավելի հանգիստ նայել մեր տարածաշրջանում մեր խնդիրների շուրջ։ Տեսեք, Թուրքիայի մասին մենք դեռ կխոսենք հաջորդ երևի 1 կամ 2 հարցից հետո կհասնենք արդեն Անկարա, բայց տեսեք, եթե զուտ աշխարհագրորեն նայում ենք գծով, եթե փորձենք տալ, տեսեք, եղավ Հնդկաստան-Պակիստան բախում, փակվեց։ Հենց հիմա շարունակվում է Իրան-Իսրայել բախումը։ Երևի կփակվի, ուսամ։ Այն տպավորությունն ժողովրդական լեզվով ասած կամած մոտենում են մեր տաներին, հա։ Չէ, այդպես չէ, լավ։ Հա, հիմա տեսեք, մինչև դա Միացյալ Նահանգները ասում էր, որ իր համար առաջնահերթություն է կայուն տարածաշրջան ունենալը, ընդ որում նկատի ունենալով այսպես կոչված մեծ մերձավոր արևելք, հա, որ այդտեղ պիտի հանգիստ լինի, խաղաղ լինի եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ սկսվել է Իրան-Իսրայել այս պատերազմը, մենք այդ բանդագուշանքների պակասը չունենք, գիշեր-ցերեկ ռեժիմով աշխատում են, հեսա Ադրբեջանը կհարձակվի, վաղը կսկսվի հայ-ադրբեջանական պատերազմ։ Կա դրա հավանականություն։ Առաջինը պատերազմը չի վերջացել։
Լայնածավալ ռազմական գործողություններ չեն տեղի ունենում, պատերազմը շարունակվում է, դա առաջին։ Մենք ունենք հրադադար, ուրիշ ոչ մի բան։ Երկրորդը, ամեն ինչ սկսել է ոչ թե Իրանում, եւ ամեն ինչ սկսել է Արցախում։ Այն փուլը, որը մտել է աշխարհը, այդ ամեն ինչ սկսել է երկրորդ Արցախի արշավից 2020-23 թվականից։ Մեզ մոտ է սկսել, ոչ թե մեզ մոտ է գալիս, մեզանից է գնացել։ Արցախում սկսել է, հետո շարունակվել է ռուս-ուկրաինական էլի մենք, հա, փաստորեն։ Դե այդպես է, պետք է ճիշտ գնահատել։ Ամեն ինչ սկսել է Արցախում, հետո շարունակվել է ռուս-ուկրաինական պատերազմում, հետո շարունակվել է Խամասի դեմ 2023 թվական պատերազմից, հետո դրան ավելացել է Հնդկաստանի, Պակիստանի կարճաժամկետ ռազմական գործողությունները, որտեղ այնտեղ երկու երկրներ արդեն են միջուկային զենք, այնտեղ կարողացել են չեզոքացնել, կանգնացնել էսկալացիան, չի անցել ուրիշ մակարդակի վրա։ Ես հույս ունեի, որ կստացվի, Հնդկաստանը հնարավորություն կունենա պատրաստել Պակիստանը եւ մի հատ մի կոտորել Պակիստանից փոկվի, որտեղ 1980 թվականի, երբ Պակիստանը սկսել է պատերազմ, այս ժամանակ Բանգլադեշը Պակիստանից փոկվեց։ Այս ժամանակ հույս է եղել, որ նման կարող է զարգացում լինի, բայց կանգնեցրեց Միացյալ Նահանգները։ Հետո սկսեց այս մի պատերազմը։ То есть պետք է հասկանալ, որ մեր տարածաշրջանում եւ միջազգային անվտանգության միջավայրում այսօր իշխում է պատերազմական տրամաբանությունը եւ պատերազմը։ Բոլոր ուժային կենտրոնների համար երկրի ուժեղ երկրների մեծամասնության համար ավելի ձեռնտու է պատերազմը։ Բոլորը ուժային կենտրոնները այսօր աշխատում են ուժային գործիքով, ոչ թե խաղաղության եւ դիվանագիտության։ Մենք ապրում ենք մի տարածաշրջան, մի ժամանակում, որտեղ բոլորը պատերազմով են գործում։ Եվ պետք է հրաժարվել վեճ տալ խաղաղության խոսքը մոռանալ ճակետներում, որտեղ այսօր խաղաղությունը դա պատերազմ է։ Դրա համար Տրամպը եւ երկարավասած այս խաղաղություն են բերել։ Եվ մի օրում ես խաղաղություն կստանամ Ուկրաինայում, իհարկե չի ստացել, որտեղ Սիվիս պաչը պետք է դնենք մի կողմ, թողնենք պարաբելումը, հա։ Հա, միայն պարաբելումն անելու։ Ուրիշ լուծումներ չկա։ Տրամպը մտածելով ինքը որպես գերիշխանություն կարող է ազդել եւ տրամաբանությունը, ռազմական տրամաբանությունը կասեցնել Ուկրաինայում չկարողացավ, որտեղ այնտեղ նույն ձևի գոյաբանական պատերազմ է երկու կողմերի համար եւ երկու կողմն է պատրաստ չեն դրան։ Ոչ Ուկրաինան է պատրաստ խաղաղության, ոչ Ռուսաստանը մանավանդ չի ուզում պատերազմ խաղաղություն, խաղաղություն չեն ուզում, երկու կողմն չեն ուզում խաղաղություն։ Դրա համար Տրամպը համոզվեց, տեսավ իր աչքերով, լինելով բիզնեսմեն, ոչ թե քաղաքական գործիչ կամ դիվանագետ կամ ռազմական, ինքը մտածում էր շահի տրամաբանության մեջ, շահագրգռելու չի ավելի լավ է բիզնես արեք, քան կրակ։ Հա, բայց ռազմական տրամաբանությունը, քաղաքական տրամաբանությունը ուրիշ չստացվեց։ Ինքը մտադիր էր, որ ինքը կարող է մերձավորել բերի խաղաղություն, բայց Իսրայելը չի ուզում խաղաղություն։ Իրանը ուզում է, որտեղ թուլացել է։ Թուլնելու պատճառով է ուզում խաղաղություն, Իսրայելին խաղաղություն պետք չէ։ Իսրայելը սկսել է պատերազմ եւ օգտվում է իր հզորությամբ, փորձում է վերականգնել իր քշիրը, այն հարվածը, որը Խամասը հասցրել է եւ այլ։ Պարսից ծովի մոնարխիաներ են կուզենան, որ խաղաղություն լինի, բայց այնտեղ ներեցեք միայն գումարն է, իրանք հարուստ են։ Մնացած տրամաբանության մեջ խաղի մեջ չկան։ Եվ Տրամպը տեսնում է, որ ինքը Իրան Միացյալ Նահանգներին պետք է խաղաղություն մերձավոր արևելքում, որ ինքը կարողանա կենտրոնանալ Չինաստանի վրա որպես հիմնական իր կոնկուրենտը, ասեմ, չեմ ուզում թշնամի ասացնել, դեռ շուտ է թշնամի ասել, բայց տրամաբանությունը եւ միջավայրի զարգացումը թելադրում է իր օրենքները։ Դրա համար մենք որպես պետություն, որը այսօր թույլ ենք, պետք է հաշվի առնենք, որ այսօր աշխատում է միայն ու միայն ուժի գործոնը, պատերազմի գործոնը։ Եվ եթե վաղ Աստված չանի Թուրքիան նույն ձևի գային եզրակացության, որ ինքը մտնում է պատերազմի մեջ, լինելով Միացյալ Նահանգների դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ, եւ Թուրքիան հաշվարկել գիտի, եթե տեսնի, որ Իրանը այնքան է թուլացել, որ կարելի է Իրանը մասնատել եւ տարանջատել Իրանի ազերիների եւ միացնել Թուրքիայի կայսրության, ինքը կարող է այդ քայլին գնա։
Այդ ժամանակ, այդ քայլի գնալու ժամանակ եւ Թուրքիան անցնի ցամաքային պատերազմը շարունակվի Թուրքիայի տարածքից Իրանի դեմ, այդ ժամանակ ձերքի տակ Թուրքիան կարող է Միացյալ Նահանգների մնացածների համոզի, որ պահն է եկել, որ ինքը կարողանա հայկական հարցի վերջնական լուծում տա։ Ինքը ոնց պատկերացնում է եւ փակի Հայաստանի Հանրապետության հարց։ Մենք նման վտանգների առաջ կանգնած ենք, այդ ռիսկերը պիտի գնահատես եւ դա պարտադրում է Հայաստանի կողմից լինել շատ սառնակշիռ, այս վիճակում դու որևէ էմոցիոնալ վերաբերմունք գնահատական իրավունք չունես եւ անընդհատ եւ ուշադիր նայես ինչա տեղի ունենում, որտեղ վիճակը կարող է կայծակի նման փոխվի։ Բայց այն սպառնալիքը, որ Թուրքիան մինչև վերջը մնալու է այդպես բալանսավորող է, Թուրքիայի դիվանագիտությունն է փայլուն, չընդունելով որևէ կողմ։ Բայց ի վերջո Թուրքիան եթե հասկանա, որ հաղթում է Իսրայելը, որի միացել է Միացյալ Նահանգները եւ այլ, վատագույն մեզ համար սցենարը, այդ ժամանակ մենք կարող ենք խնդիրներ ունենանք։ Մենք այդեն խնդիրներ այսօր ունենք, բայց դա ավելի շուտ տնտեսական խնդիրներ են, կոմունիկացիոն խնդիրներ են, բայց այդ ժամանակ մենք կարող ենք ստանալ ռազմական սպառնալիքներ բացահայտ։ Եվ դու որպես պետություն պիտի դրան պատրաստվես։ Պարոն Արզումանյան, բայց եթե թույլ տաք հիշեցնեմ, մոտ 3.5 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, մենք էլ իրար հետ այստեղ զրուցում էինք, եւ դուք այն ժամանակ ասացիք, որ Սիրիայի օպերացիայից հետո Թուրքիան տևական ժամանակ միջազգային լուրջ հարցերում չի կարողանալու խառնվել, որովհետեւ չունի այդ հնարավորությունը, այսինքն ֆիզիկապես չի կարողանալու, այսինքն Թուրքիան հիմա այն աստիճան է թույլացած, որ ինքը ստիպված է լինելու զբաղվել Սիրիայի հարցերով եւ ինքը առժամանակ մոռանալու է, ասենք, միջերկրական ծովի մեծ կտրվածքով եմ ասում Հարավային Կովկասի մասին, բայց դրան հակառակ վերջին երևի 2 շաբաթվա ընթացքում առնվազն 3 դեպք կարող եմ հիշել, երբ Թուրքիան էլի վերհիշել է Զանգեզուրի միջանցքի այսպես կոչված մասին, հիմա դա ինչով է պայմանավորված, որ Թուրքիան արդեն վերջ Սիրիայի իր հարցերը լուծեց ավարտեց, թե այն մեր մանկական տարբերակով են, որ մատին խաչ է արել, որ թեման չմոռանա հանկարծ։ Չէ, ավելի շուտ առաջինն է, պետք է հասկանալ, որ իրոք ես մտածում եի, որ երկարաժամկետ կգնա process-ները, բայց տեղի ունեցել մեծ փոփոխություններ։ Առաջի փոփոխությունը Թուրքիան կարողացել է քուրդական գործոնը նեյտրալիզացնել։ Քուրդական գործոնը որպես ռազմական գործոն չկա։ Ես չէի սպասում, ոչ մեկը չէի սպասում, որ քուրդերը զինաթափվեն եւ թաթիկները կտնկեն եւ Օջալանը մնացածները կասեն, որ քուրդական գործոնը չի գործում։ Եվ դրա զուգահեռ ես մտածում եմ, որ սիրիական քուրդերին եւ Ֆրանսիայի Միացյալ Նահանգները կաջակցեն, բայց փաստորեն հետողանից այս 3 ամսվա ընթացքում նաեւ քուրդերին ճակետներում կամ առաջակետ դավաճանեց Միացյալ Նահանգները, քուրդերին հանձնեցին։ Եվ դա նշանակում է, որ Սիրիայում Թուրքիան ստացավ հնարավորություն Իսրայելի հետ կիսեցին Սիրիան եւ այնտեղ հարաբերական անդորր սկսվեց։ Եվ հասկանալի է, որ դա ինչի տեղի է ունեցել, որովհետեւ Իսրայելը պատրաստվում է էսմի հարվածի Իրանի վրա։ Եվ հարվածի պատրաստելու ժամանակ Սիրիայում անդորր են մտցրել։ Եվ Թուրքիան հնարավորություն ունի ունենալու այնտեղ հանգիստ վիճակ ավելի լայնածավալ մասնակցի այս սկսած նոր պատերազմում, որի մասին մենք խոսել ենք։ Դες այստեղ որևէ նորություն չկա եւ նորից եմ կրկնում, դա հնչում է որպես սպառնալիք, բայց այդ սպառնալիքը կա։ Թուրքիան կարող է զուգահեռ լուծելով Իրանի մեծ խնդրը իր համար շահեր ստանալու Միացյալ Նահանգների արևմուտքին Իսրայելի հետ համաձայնացված, մնացածների հետ համաձայնացած նաեւ լուծի Հայաստանի խնդրը։ Եվ մենք պիտի պատրաստ լինենք նման սցենարին այդ ժամանակ Հայաստանը որպես երկիր պիտի կարողանա բարձրագույն եւ հստակ ասել, որ ոչ, մենք չենք պատրաստում վերջացնել հայկական պետականության գոյատևումը։ Այն ինչ անում էր Ուկրաինան, Ուկրաինան տեսնում եք, երբ Թրամփ իրան ասեց ոչ, պիտի կանգնեց, ինքը իրան մեջ հասկանա, որ իրան համար գոյաբանական պատերազմ է, ինքը ասեց ոչ Թրամփին։ Նշանակություն չի, որ դու պատերազմում ես, խիստ կախված ես, բայց ինձ համար այդ ոչն է գալիս։ Այդ բանը, որ դու պիտի կարողանաս ասես ոչ։ Մենք Աստվածչանի կարող ենք կանգնել այդ եզրին եւ Հայաստանը, հայ ազգը պիտի պատրաստ լինի բոլորին ասել ոչ։ Նշանակություն չի, ինչքան ուժեղ ես, ով է ասում, որտեղ քեզ համար նույնձևի դա գոյաբանական պատերազմ է լինելու։ Չեմ վախեցնում, նորից եմ կրկնում, կարող է ստեպի վաճառք ստացվի, որ ես ինչ որ ավելի եմ արմատացնում առանց ձեզ էլ քիչ չեն, հիմա բայց ես ուղղակի դա շարունակում է, որ դու պիտի հանգիստ լինես։
Լավ։ Հանգիստ լինես եւ ռազմական ազգային անվտանգության հարցերը քեզ համար հիմա պիտի լինեն հիմնականը։ Քո ռազմական ուժերի վիճակը, քո գենշտաբի պաշտպանության նախարարության ունակությունները, կոմպետենցիային, քո ազգային անվտանգության ծառայության եւ պագրանիչների պատրաստությունը, որտեղ սահմանի վրա այդ ամեն ինչ տեղի ունենում, հիմնական հարցերը այսօր քո ուժայիններն են։ Բայց եթե նույնիսկ տեսականորեն ընդունում ենք, պարոն Արզումանյան, որ կա որոշակի վտանգ, որ պատերազմը կարող է այսպես տեղափոխվի հիմա։ Այո։ Տեղափոխվի դեպի հարավային Կովկաս, որովհետև եթե անկեղծ ասեմ, ինչքան անկանխատեսելի է Թրամփը, մի այդքան էլ անկանխատեսելի են մեր նաև հարևանները, նույն Ադրբեջանը, ասենք, ես չգիտեմ, Իլհամ Ալիևի գլխին ինչ կփչի։ Հա, ավտորիտար է։ Փչի, հա, պահի տակ էլ են, որ այ կարելի է։ Ընդ որում կարող է նույնիսկ Թուրքիայից չհարցնել։ Հա, ասել եք այնտեղ տարանջատությունը խաղ կա։ Ու այս իրավիճակում, երբ այսօր օրինակ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ մենք լոգիստիկ խնդիրներ ունենք, որովհետև Իրանում սկսված պատերազմի հետևանքով ապրանքների բավական մեծ խմբականակ դեպի Հայաստան եկող չի եկել, որ Հայաստանից դեպի դուրս գնացող ապրանքների բավական լուրջ խմբականակ մնացել է այստեղ, այսինքն այդ բոլորը ազգային անվտանգության խնդիրներ են եւ ենթադրում եմ, որ այդ ամեն ինչը պետք է քննվեր անվտանգության խորհրդում։ Երևի գիտեք, ես հիմա 2020 թվականից միայն հասարակական ոլորտում եմ աշխատում, փորձագետ եմ, մինչև 20 թվական ես քաղաքական, ես պետական ծառայության մեջ եմ, ես չգիտեմ ինչ է կատարում մեր պետական հաստատություններում, բայց տրամաբանականը եւ ուրիշ ալտերնատիվ չկա, որ այս հարցերը, որի մասին խոսում ենք, պարտադրում են, որ Հայաստանի ռազմաքաղաքական բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը անընդհատ 24 ժամ օրը վերահսկեն եւ պատրաստ լինեն։ Դու ուրիշ վիճակ հնարավորություն չունես, ուրիշ ձևի չպիտի աշխատես հիմա։ Եթե հասարակությունը պիտի մնա հանգիստ, անդորր չանցնի այդ վիճակին, քեզ համար քաղաքական հաստատությունների համար, սիլավիկների համար այսօր լրիվ ուրիշ վիճակ է։ Եվ ես ուղղակի կարող եմ ասել, որ հույս ունեմ, որ այդպես է, որտեղ որպես քաղաքական, որպես հասարակություն ես տվյալներ չունեմ, ճիշտ կլինի, որ պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, ներքին գործերի նախարարության կողմից, պրեսսլուժբայի կողմից հայտարարություններ լինի, որ մենք վերահսկում ենք, որ մենք տեսնում ենք, հաշվի եք անում ռիսկերը, հասարակություն, Հայաստանի Հանրապետության հասարակություն, մենք աշխատում ենք, ամեն ինչ նորմալ է, ռիսկերը նայում ենք, ճիշտ կլինի նման ռազմավարական կոմունիկացիաները պետական հաստատության հետ, հասարակության հետ, ժուրնալիստների հետ ի վերջո կառուցվեն։ Մինչև այսօր ես դրա մասին շատ եմ խոսում վերջի 4-5 տարվա մասին, մենք պիտի վերանայենք հարաբերությունները հասարակության, պետության հետ, ժուրնալիստների եւ պետական հաստատությունների հետ։ Պետությունը ի վերջո ռազմավարական կոմունիկացիայի գործիքները, մեթոդները պիտի կիրառի, ինքը պիտի կառուցի ուրիշ հարաբերություններ հայկական հասարակության հետ, ժուրնալիստների հետ, որտեղ վիճակը պայթունային է, որ չլինի խոճապ, չլինի ասուկոսներ եւ այլ, այդ հարաբերությունները, վերաբերմունքները, մեթոդները պիտի փոխվեն։ Եվ դա հայտնի է ոնց պիտի անի, դրա մասին որպես հասարակություն շատ եք խոսել եւ կշարունակեք խոսել, բայց այսօր եկել է այդ պահը, եւ պետական հաստատությունները պիտի անցնեն արժեն ճգնաժամային նախապատրազմական վիճակում աշխատեն եւ հասարակության հետ կապ անընդհատ պահպանեն, որ հասարակությունը չմտնի պանիկայի մեջ, մյուս կողմից այդ փոխհարաբերությունները հնարավորություն տան հաստատ կայուն հասարակություն եւ պետություն պահել, որտեղ սպառնալիքները մեծ են։ Հիմա տեսեք, փորձենք նաև ամփոփելով, դուք ասացիք, որ Հայաստանի Հանրապետությունը այս իրավիճակում պետք է լինի սառը, սթափ, դատող եւ հաշվարկող։ Հա, որտեղ եկան ներուժ չունես, հզորություն չունես, որ քեզ թույլ տաս էմոցիաներ կամ խոճապ, այդ հնարավորությունը ուղղակի չունես։ Բնականաբար առաջին արձագանքը արտաքին գործերի նախարարությունից եղավ դատապարտումը միակողմանի հարձակման, ինչը ամենատրամաբանական բանն էր, որ հնարավոր էր անել, դրանից հետո այսպես մեր դիվանագիտական դաշտը ենթադրում եմ երևի, որ սկսել է այսպես լավ իմաստով տակից աշխատել, այսինքն մենք չունենք հայտարարություններ, մենք այս ենք անում, մենք այն ենք անում, մենք դատապարտում ենք, մենք սրա վրա ենք գոռում, նրա վրա ենք բղավում, չկա այդ ամեն ինչը, բայց այս իրավիճակը ինքը միևնույնն է, ինչ որ մի պահի բերելու է, ասենք անվտանգության խորհրդի նիստ է լինում, դրանից հետո ասենք միգուցե եւ այդ ամեն ինչը տեղափոխվի գլխավոր ասամբլեայի դաշտ, Հայաստանը այդ դեպքում իրեն ինչպես պիտի պահի, էլի ձեռնպահ քվեարկել տարբերակով, ինչպես ասենք Մագատեում արեցինք։
Ցավոք ստե անփառք Աստծո այսօր ՄԱԿ-ի ամբիոնը ոչ մի բան չի ազդում, անվտանգության խորհուրդը ոչ մի բան չի ազդում, հույս ունեմ, որ այնտեղ ոչ մի process-ներ չեն գնալու, որտեղ անիմաստ է բոլորի համար։ Մեկ այդ բանի դրա արժև կանգնած չեք լինելու, եթե լինի ուղղակի չպիտի գնաս հիվանդանաս ճակետներում չմասնակցես, ամենից լավ լուծումը դա կլինի իմ կարծիքով, եւ ճիշտ է որ այսօր Հայաստանը որևէ հայտարարություններ չի անում։ Ես կողմնակից եմ, պիտի մնաս չեզոք, դու իրավունք չունես եւ հնարավորություն չունես հիմա մտնես այս պատերազմի մեջ, եւ պետք չի մտնես։ Դու պետք է մնաս չեզոք, ինչքան կարելի է երկար ժամանակ, ոչ մի հայտարարություն, ոչ մի հրաբարակորեն հայտարարություններ կողմնակից այս կամ այն չպետք է լինի։ Մինչեւ այսօր ամեն ինչ ճիշտ անում։ Ես հարցեր չունեմ մեր ագնային, ես կուզենայի որ այդ ոճով շարունակվի եւ Հայաստանի վարչապետը եւ վարչապետի օֆիսը նույն ձևի պետք չէ դրա մասին խոսել։ Պետք է լուր, հանգիստ աշխատել եւ մնալ սառն։ Շատ շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։